Պարոն Ռուստամյան, Հանրապետականի հետ համագործակցությունը բացառում է հետագայում Ռոբերտ Քոչարյան դաշնակցություն համագործակցությունը որևէ ձևաչափով, որովհետև հնչեցին քաղաքական վերլուծություններ, որ ձեր այս համագործակցությունը Հանրապետականի կողմից քայլ է Ռոբերտ Քոչարյանին զրկելու քաղաքական հենքից։ Ուրեմն ոչ մի համագործակցություն մենք որևէ մեկի հետ չենք բացառում։ Այդ թվում մեր բոլոր ընդդիմախոսների, որ այսօր այսպես փրփուր բերաններին քննադատում են։ Եթե մենք տեսնենք որևէ դաշտ, որտեղ կա համընկնում մեր տեսակետների, մենք համագործակցենք։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանը։ Բոլորի հետ մենք մեր երկրում թշնամիներ, օտարներ չունենք։ Եթե որևէ մեկը կարող է օգտակար լինել այն ծրագրերի իրականացման հարցում, որ մենք համատեղ համաձայնեցնում ենք, պատրաստ ենք իր հետ համագործակցել, որևէ խնդիր չկա։ Եվ Շիրակի մարզի հետ կապված պարոն Ռուստամյան, հստակեցումներ կա, ինչ ռազմավարությամբ եք այդ մարզում աշխատելու եւ քանի որ ձեզ է փոխանցվել, որովհետեւ պրոբլեմատիկ են որակում այս։ Գիտեմ, մենք վերցրել ենք շատ ծանր ոլորտներ եւ դա իսկապես կատարել ենք մտածված, որովհետեւ գիտենք այդ խնդիրները, որոնք որ այդտեղ կան, հրատապ լուծման կարիք ունեն եւ մենք չենք խուսափել այդ պատասխանատվությունից։ Շիրակի մարզում առանձին բնականաբար ծրագրերի մասին կխոսվի, երբ որ արդեն մենք կունենանք համապատասխան պաշտոնյան, կնշանակվի, կներկայացնի բոլոր ծրագրերը։ Որոշված չի ով է լինելու, թե չէ հրապարակ։ Չէ, որոշված է, կասենք, բայց հիմա պետք չի դրան առաջ ընկնել։ Այդքանը բավարար չի ձեզ, ինչքան գիտեք։ Մարզային Այստեղ ոլորտների քանակը բացարձակապես կապ չունի, որտեղ մենք գտնվում ենք կիսանախագահական համակարգում, 3 թե 13 նախարարը ոչինչ չեն փոխում։ Սա կոալիցիա դասական իմաստով չի կարող համարվել։ Եվ ուրեմն մեր խնդիրը իսկապես անել այն հնարավորը, ինչը մեր ռեսուրսների մեջ կա, որպեսզի հարցերը սկսենք արագընթաց տեմպերով լուծել, որ երկիրն ասում եմ, այս ճգնաժամային վիճակից դուրս գա։ Երեք հարց միաժամանակ դժվար է պատասխանել։ ժամկետներ լինելու են։ Հարց տվողները շատ են, պատասխանողը մեկն է, միշտ դա նկատի ունեցեք։ Այո, վարչական լծակները, որ կստանաք ստանձնել այս պորտֆելները, կհատուցեն այդ կորուստը։ Արդյունքներից կերևա, արդյունքներից մենք շատ լուրջ մոտենում ենք այս հարցին, որևէ էյֆորիա չկա, ինչպես մյուսներին է թվում, թե ինչ-որ ոգևորություն, ոչ, շատ պատասխանատու եւ շատ լուրջ ենք այս հարցին մոտենում, հասկանալով, որ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Պարոն Ռուստամյան, իսկ ասում եք, որ բաժանմանը կողմեք եւ միացմանը այն ժամանակ դեմ եք, ինչին է կողմ, որն է խնդիրը այս։ Մենք ձեռնպահ ենք քվեարկել այն ժամանակ, կողմ չենք եղել։ Նույն տրամաբանությամբ նախ մենք կարծում ենք, որ արտակարգ իրավիճակների հարցը դա ներքին գործերի նախարարությանը ավելի շուտ հարիր գործառույթ է եւ ապագայում ես վստահ եմ, որ կլինի շատ ավելի լուրջ կառուցվածքային վերանայումներ, որպեսզի համապատասխանեցնենք նաեւ սահմանադրությանը, որտեղ չպետք է լինի 18-ից ավել նախարար եւ 3-ից ավել փոխվարչապետ։ Այսինքն գիտեք, որ սահմանադրությունը սահմաններ է դրել։ Այսինքն ես վստահ եմ, որ սա ժամանակավոր է, այսպես ասած, ընթացք է դեռ նախկինի իներցիայի հետ կապված, բայց ապագայում մենք ունենալու ենք շատ ավելի արդյունավետ վաշխման խնդիր եւ այդ հարցն էլ պետք է լուծենք։ Մենք պետք է բերենք կառավարության կառուցվածքի հետ կապված նոր սահմանադրությանը լիարժեք համապատասխանող, ոլորտներն ամեն մեկը իր տեղում գտնվող լուրջ օրենսդրական նախաձեռնություն այդ առումով։ Որոշվել է թե Արտվիկ Մինասյանի փոխարենող է խորհրդարանում լինելու, այսինքն Չէ, դեռևս չեն քննարկել այդ հարցը։ Պարոն Ռուստամյան, իսկ ժամկետներ կարող եք նշել, այդ նշում եք, որ արմատական փոփոխություններ եք բերելու, քանի որ ձևը գիտեք, թե ինչպես դա պետք է արվի։ Ունեք ժամանակահատված ինչ-որ կոնկրետ, թե ինչ ժամանակահատվածում ժողովուրդը կարող է այդ փոփոխությունը զգալ։ Աստված հաջողի, շատ արագ կարելի է անել, բայց մենք բնականաբար իրատես ենք եւ գիտենք, որ խնդիրները շատ են։ Բնական է մենք պետք է փորձենք հնարավորինս ողջ մեր եղած ռեսուրսը, մարդ ուժը կուտակել, որպեսզի կարողանանք հարցերին արագ լուծում տալ, բայց երբ ինչ ժամկետներ ես հիմա չեմ կարող ասել։ Սա երկարաժամկետ համակարգում է, խոսքը առաջիկա 1 տարվա մասին չէ։ Սա փոքրինչ տարակուսանք չի հարուցում այն առումով, որ ընտրությունների արդյունքները ոչ մեկի համար կանխատեսելի չի։ Սա ընտրությունների հետ կապված չի։ Հենց հեռանկարային է այդպես էլ պետք է հասկանալ։ Կա գաղափարական, քաղաքական նույնություն, ընդհանրություն, որի հիմքի վրա կարելի է ձևավորել այս համագործակցությունը։ Դրա համար եմ ասում, սա չպետք է դիտել որպես ինչ-որ կոալիցիոն համագործակցություն, պորտֆելների բաշխման իմաստով։ Սա հեռանկարին միտված է եւ մենք շատ երկար ենք բանակցել, որպեսզի կարողանանք հիմնական հնարավոր բոլոր տարաձայնությունները
գնահատականները հարթել, որպեսզի ապագայում այդպիսի խնդիրներ չառաջանան։ Պարոն Ռուստամյան, հանրապետականի Բա որ լինի, եթե առաջնորդվեն գոշի բանը չպետք է արվի։ Լևոն Զուրաբյանի բարի խորհուրդը ձեզ լսել եք, ասում է, եթե ուզում են սաղ մնան, թող դաշինքի մեջ չմտնեն։ Ինչ եք ասում։ Ով է խոսում սաղ մնալուց։ Ասում է 125-ամյա կուսակցությունը բացատրում են ոնց է պետք սաղ մնալ։ Թող մեզնից դեղատոմսերը հարցնենք, ասենք։ Հա, նախարարությունը բնական է, նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, շատ հասկանալի, ընկալելի, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց մի բան հստակ է, որ սա առաջի դրսևորումն է մեր համագործակցության հեռանկարային այդ համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ։ Այն ժամանակ, երբ որ միավորում էին, մենք կողմ չենք եղել, եթե միանանք, ասենք, նույն տրամաբանությանը, որ այստեղ հնչեցնում են, ով է պահպանում իր սկզբունքները, այդ առումով մեզ այդ անսկզբունքայնության մեջ չեն կարող մեղադրել, որովհետև ժամանակին, եթե հիշեք, նույն արտակարգ իրավիճակների նախարարություն չկար։ Դա ստեղծվեց հենց օրինաց երկիր կուսակցության նախարարին տրամադրելու համար։ Եվ դրա համար մարդիկ, որ ինչ-որ հայտարարություններ անում են, մի քիչ պետք է հիշեն նաև անցած ամբողջ պատմությունը։ Հետո միացվեց այդ նախարարությունը տարածքային կառավարմանը, որը նույնպես քաղաքական ենթատեքստ ուներ եւ ամեն մի այդպիսի քայլն էլ ընդհանրապես չի կարող քաղաքականությունից կտրված լինել։ Իսկ ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությանը, մեր կարծիքով կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ այսպես պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ որ կոնկրետ խնդիրներ ծրագրային պետք է իրականացվեն։ Եվ եթե ուշադրություն եք դարձրել, երկրորդ բառը, որ շատ կարևոր է տարածքային կառավարում եւ զարգացում, որի մասին էլ խոսեցին, բայց շատ հպանցիկ անցան։ Մեր կարծիքով դա բանալի բառն է եւ իրարից չի կարելի անջատել, չնայած այստեղ հնչեց նաեւ այն, որ զարգացում բառը կապ չունի կառավարման հետ տարածքային։ Եթե ընդհանրապես կառավարում է առանց զարգացման, այդ կառավարումը կապ չունի որևէ բանի հետ։ Եթե ինչ-որ մի բան կառավարում է, զարգացնելու համար է կառավարում։ Եվ ուրեմն մենք այդ զարգացում բառը ուղղակի նաև կարևորելով, որովհետև դա կապվում է սահմանադրական պահանջներին, տարածքների համաչափ զարգացումը մեր համար գլխավոր հարցերից մեկն է միշտ եղել, ծրագրային հարցերից մեկն է եղել։ Հետո նաև պետք է նկատի ունենաք, որ Դաշնակցությունը տրամաբանված փոխկապակցության մեջ է դա անում, որովհետև մյուս նախարարությունը էկոնոմիկայի նախարարությունն է։ Եվ ուրեմն տարածքային զարգացում եւ էկոնոմիկա իրար հետ, եթե դիտարկեն, կտեսնեն, որ շատ արդյունավետ կառավարման հնարավորություն է առաջանալու, որովհետև ներդրումների խրախուսման հարց կա, ընդհանրապես տեղական արտադրողի խրախուսման հարց կա, արտահանումը խրախուսելու հարցեր կան։ Այս բոլորը մեկ կոնտեքստում որ նայենք, տեսնեն հենց կառավարման արդյունավետության հետ էլ է կապ